Այստեղ գործընկերներս նշեցին, որ Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Արմեն Գրիգորյանը հանդիպում է Ալիևի ամենավստահված անձի հետ։ Հասկանում եք չէ ինչ թեմաներ են քննարկելու։ Հասկանում եք չէ որ Հայաստանում թրքապաշտ բռնակալության հաստատման ծրագրեր է ստեղ քննարկելու։ Իսկ ինչ որոշում կասեց ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Ընտրություններից ընդամենը 4 օր հետո չզեկուցվող հարց, որ ոչ ոք չիմանա, եթե հատուկ չփորփրի օրակարգը, բարձրացրեց ակցիզային հարկը, դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ վաղը գազը, դիզելային վառելիքը, բենզինը, ծխախոտը, ալկոհոլային խմիչքը թանկելու է։ Ընդամենը 4 օր հետո այն մարդը, որ ասում է ժողովուրդ, սիրում եմ, խոնարհվում եմ, պաշտում եմ, թանկացնելու է գազը, բենզինը, դիզելային վառելիքը, հասկանում եք չէ դրա հետևանքը ինչ է լինելու։ Թե կարծում եք, որ այն թանկանոց չինական էլեկտրամեքենաներով են վարուցանք անելու։ Առանձին ծանր վիճակում գտնվող գյուղացիների վիճակը ել ավելի է վատթարանալու։ Գյուղատնտեսական ապրանքը քաղաքաբնակների համար ել ավելի անհասանելի է դառնալու, ավելի թանկ է դառնալու։ Ընդամենը 4 օր։ 4 օր պահանջվեց ընդամենը։ Հիմա ընտրությունների մասին, ասում են դե ընտրություն ա եղել, ժողովրդավար ա եղել, դեսից դենից շնորհավորանքներ են գալիս, այդ վարչական ռեսուրսի այդ սարսափելի չարաշահումն է ժողովրդավարությունը։ Պետական ծառայողներ, համայնքային ծառայողներ, ուժային կառույցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այդ ոնց եղավ սենց բոլորը սիրահարված էին Նիկոլ Փաշինյանին ու մասնակցել են իր հանրահավաքին։ Այդ ոնց եղավ երեխեքը, որոնք սովորաբար պաղպաղակ են սիրում, վազել են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, դասի ժամանակ դպրոցական օրերին իրաց տնօրենների հետ։ Բա դա վարչական ռեսուրսի չարաշահում, չի։ Հանրային միջոցների չարաշահումը։ Պետական բյուջեն ընդամենը ընտրություններից մի քանի ամիս առաջ էր ընդունվել, դեկտեմբերի սկզբներին։ Բայց այդքան մտածում էր թոշակների մասին, ինչի թոշակների բարձրացումը բյուջեի մեջ էր մտցրել։ Ինչի էր ասում դե թոշակառուին 10,000 դրամ տան, որ ինչ անի։ Դենա կարող են մարդիկ գնան Կիպրոս հետ գան, բա ինչի բարձրացրեց թոշակները, ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ, ապրիլ ամսից, բա դա պետական միջոցներով կաշառք չի, բա ինչա, հիմա կանգնում ասում է չէ ազատ արդար ա եղել, այս վախի մթնոլորտը որը կա, դրսից վախացնում ասում է ինչ չընտրեք, իմ մեծ աղբեր Ալիևին կկանչեմ, մեծ աղբեր Ալիևն են դերից ասում է, ես պատրաստ եմ։ Բայց ես վախի մթնոլորտ ստեղծել, ինչի համար ասում է ժողովուրդը ազատ է, ժողովուրդը ինքը պիտի գնա քվեարկի։ Միանգամից սահմանափակում է որոշում կայացնելու հնարավորությունը։ Հայաստանում ոչ ոք երբևիցե սեփական ժողովրդին ադրբեջանցիներով չի վախացրել։ Գիտի ստեղ իր նկատմամբ ինչ վերաբերմունք կա, դրա համար Ադրբեջանին ա կանչում մեր վրա, տղա ա մեր վրա բերում։ Հիմա այդ տղեն ընդեղ նստած ա, Դիլիջանում։ Տղա չէ, քուր։ Ինչ որ մեկը։ Ասկան պարզա չէ, որ նաև այդ տարբերակն են քննարկում։ Վերջապես ելի այնակիցներ, այս մարդն ասում ա, ժողովուրդը ինձ չի ուզում, թող հեղափոխություն անի։ Հենց մարդիկ հավաքում են փողոցում, լեռնակներ, մարդը ձեռքը կորցնում է, հարյուրավոր ձերբակալություններ, կալանք, վարչական, քրեական հոդվածներ։ Ասում լավ ընտրություններ, ընտրություններից առաջ քանի տասնյակ մարդու կալանավորեցին, քանի տասնյակ հարյուրավոր մարդկանց բերման ենթարկեցին։ Այդ պատահական է, որ ամսի 7-ին շտաբերի աշխատանքներն է պարալիզացնում։ Բայրաուժերի վրա վստահ մարդը, այդքան ինքնավստահ ժողովրդին սիրող մարդը կգնա տես բռնաճնշումներին, եթե վստահ լինի։ Երբ է մարդը սկսում հիստերիկ գոռգոռալ,
եւ սիրտը դողանք է։ Ձերի այնակիցներ, այս խախտումների պայմաններում արդյոք Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ընտրված ղեկավար է։ Եթե լեգիտիմ ընտրված ղեկավար չէ, ինչ պետք է լինի իր հետ։ Բաքու, չէ՞։ Հաջիևն եկելա թող հետը տանի։ Ընտրությունների արդյունքները այս խայտարակ խախտումների պայմաններում չեն կարող լինել ազնիվ, արդար եւ չեն կարող արտահայտել մեր հայրենակիցների իրական տրամադրությունները։ Հետևաբար, այս ընտրությունների արդյունքները պետք է չեղարկվեն։ Ժողովուրդը պետք է իրավունք ունենա ազատ, արդար, անկաշկանդ ընտրություններով վախի պայմաններից դուրս գնա եւ ընտրի իր ղեկավարը, իր կառավարությունը, որը ընտրվելուց ընդամենը մի քանի օր հետո գները չթանկացնի ու ադրբեջանցուն չվերի Երևան։